Ժողովուրդ հիմա ինչ որ կներկայացնեմ, սա իրոք սկանդալ է, եւ սա պետք է տարածել։ Եվ այսպես ամերիկացիները որոշել են բացահայտեն ով է Նիկոլը եւ ինչ կոնտակտներ են իրենց հատուկ ծառայությունները ունեցել Փաշինյան Նիկոլի հետ։ Եվ այսպես from William Miller ուղված Ալեքս Վինսոնին email-ի թեման Նիկոլ Փաշինյան Ինչա գրված է հոդվածում, որ դեռ ես հիմա ցույց տամ ուղղակի, փորձեմ թարգմանաբար ձեզ ներկայացնել ամբողջ հոդվածը։ Սա 2008 թվականի ռեպորտ է գրված CIA-ի, այսինքն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որպես ռեպորտ են ուղարկել մարտի 1-ի դեպքերի հետ կապված եւ ներկայացնում են ով է ձերբակալված Փաշինյան Նիկոլը, ավելի ճիշտ, միջև ձերբակալելը իրենց պաշտպանությանը դիմաց ամերիկյան դեսպանատուն վազած եւ պաշտպանություն խնդրած Փաշինյան Նիկոլը, որին իրանք մերժել են։ Բայց գրվում է, որ դեռ 95 թվականից իրենք ուշադրություն են դարձել Փաշինյան Նիկոլին 95-ից եւ պարբերաբար վճարել են ամեն հոդվածի համար, ստեղ գրված է $300-500 ամեն մի ռեպորտի համար, ամեն մի հոդվածի համար։ Այսինքն փող են տվել Այն ժամանակ, ես ասեմ դա թերթը ոնց է կոչվել, Նիկոլ Փաշինյան to open receive, ասում նա շատ բաց էր, լրագիր, չէ, օրագիր, իր օրագիրին են հովանավորել 97-98 թվականներից, խնդրեմ In 97-98 թվականներին Embassy provided financial assistance to the Nicole Pashinyan founding his օրագիր newspaper. Հետագայում նաև օգնել են իրան ֆինանսապես, երբ որ հայկական ժամանակն է ստեղծվականից, խնդրեմ 99 թվականից project հայկական ժամանակ project-ը։ Սկում իրանք asset են ասում, ընդհանրապես ապրանք իրենց ագենտներին, էլի որոնց այտենց մշակում են փողով ու իրենց այս Նիկոլ Փաշինյանի ձեռքով պատվերվող հոդվածներով իրանց ուզեց ինֆորմացիան են տարածել Նիկոլի միջոցով։ Նիկոլն գրած է, որ սիրով ընդունում էր այդ ամեն ինչի եւ այստեղ մի հատ հետաքրքիր բառ կա գրված, որ երբ որ բանը հասնում էր փողին, քննարկման ժամանակ երևում էր Նիկոլ Փաշինյանի անասնական բնույթը, ընտիր բառը, անասնական բնույթը, շատ իդեալական մասնագիտական ռեպորտ է գրած Փաշինյան Նիկոլի մասին։ Եվ նաև այստեղ գրվում է, որ 2000, գրված է նաև 2003-2004 թվականի դեպքերի մասին իր նիվան, երբ որ ինքը մանրամասները սկսում պատմել հարբած իրանց ագենտների մեկին, թե ով է արել, ինչպես ինչի դիմաց են իրան վառել, մի խոսքով իր մեքենան վառել, CIA problem։ Իրան 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ ապաստան տալու, ամերիկյան դեսպանատուն երբ որ ինքը վազել է ապաստան խնդրի, մերժել են, պատճառաբանելով, որ ինքը անվստահելի ասետ է, ապրանքը։ Իրան չի կարելի վստահել։ Եվ 2008 թվականից ինքը CIA-ի հետ ոնց որ կապերը կորցրած է։ Հետաքրքիր է, այստեղ Աննա Հակոբյանի մասին էլ է գրած, որ այս ամեն ինչի հետևում, ֆինանսական բոլոր բաների հետևում կանգնած էր Աննա Հակոբյանը, ինքն է ռուլի տանողը, միջև հիմա։ Ով է այդ հիմնադրամի, նախագահը։ Ամեն դեպքում ինձ շատ հետաքրքիր է մի բան, ինչի որոշեցին հիմա էսի սլիվանել։ Բասեն այս տականքը աշխատել է բոլորի հետ։ Ես ասում եմ, չէ, էս պրոստիտուտկա է ինքը, իր մասնագիտությունը մաննավաճառությունն է, հոգեվաճառությունն է, սա վաճառվող է։ Ով ինչի դիմաց փող տվել է, նրանց համար էլ աշխատել է։ Կարևոր չի ամերիկացին կլինի, ռուսը կլինի, թուրքը կլինի, ու ինքը առ այսօր է նույն ֆորմատով աշխատում։ Առ այսօր նույն ֆորմատով աշխատում է։ Մի խոսքով շատ իրոք հետաքրքիր է, թե ինչի է հիմա ամերիկյան դեսպանատունը իր կանալներով որոշել այս ամեն ինչը սլիվանի։ Երևի մեզ զգուշացնելու համար, որ դուք տականքի, մեծագույն տականքի հետ գործ ունեք, որ աշխատել է բոլոր
գործակալությունների հետ։ Սա կարևոր է իմանալ, անպայման տարածեք։